Հիմա 4-րդ տեղում է 50 միավորով մեծացան որակավորվելու կոնֆերենցիաների լիգային։ Խորտուրում ոչ ոքի խաղալով Նոայի դեմ նամասում կարմիր քարտ ստացավ եւ դրա պատճառով է բացակայում որակազրկված է նաև թիմի կիսապաշտպաններից Գոռ Մանվելյանը, ինչը եւս մեծ կորուստ է, ինչպես նաև երկու ձախ պաշտպանները Խամես Սանթոսը եւ Մարկոս Պետրոն։ Խամեսը, ինչպես հայտնի է, ձմռանը հենց Փյունիկից տեղափոխվեց Նոայի աջակիցները խաղից առաջ, հանդիպման ընթացքում էլ այդպես կլինի եւ այսպես մրցավեճը եւ հարցակվող համար 14 Յուսուֆ Օտուբանջո, գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյան, ինչպես տեսանք, Սումյան, հենակետային կիսապաշտպան համար 17 Գուստավո Սանգարեն նրա կողքերով ձախից համար 24 Զավեն Խուդավերդյան այստեղ Պինսոնն է հարվածում, բայց մնում է Սանգարեն, այսօր նա հիմնական կազմում է Յան Էտեկին մնացել է պահեստայինների նստարանին Օտուբանջո Փյունիկի գրոհը զարգանում է Վարեիկա օթային փոխանցում, բայց Վագներին թույլ չի տալիս հարվածել Զոլոտիչը Օտուբանջո մոտ տարածությունից հարմարվել այս ամենին Կովալենկո միացել է գրոհին Կովալենկոն Վագներ ընթացքից հարված Գուդմունդուր Թորարիսոն Նուան մոտ է չեմպիոնություն գնացելուն Թորարիսոնը փոխանցում է եւ 1-0 Հովանես Համբարձումյան եւ Նոան բացում է հաշիվը գերկարևոր խաղում այս տարի Համբարձումյանը նաև ռմբարկուական հատկանիշները ցույց տալիս եւ հիմա դա անում է այս պատասխանատու հանդիպանը Փյունիկի դեմ ստանդարտի խաղարկումից հետո 1-0 Նոայի օգտին Տեսնենք կրկնապատկերը Թորարիսոնի փոխանցումը մի շարք ֆուտբոլիստներ կուտակվել էին Բուչնևը դուրս եկավ, բայց դա չխանգարեց Համբարձումյանին եւ նա դարձավ գոլի հեղինակ, եւս մեկ անգամ եւ գրեթե պայքարել չառաջարկեցին Հովանես Համբարձումյանին, որը ի սկզբանե ազատ էր, մոտեցավ եւ առանց դիմադրության հարվածեց, Փյունիկը այստեղ ձախողվեց 1-0 Հովանես Համբարձումյանը խփում է ընթացիկ առաջնությունում իր 4-րդ գոլը Թաքնվեց Հելդերի թիկունքում, մրցակիցները կենտրոնացան այլ ֆուտբոլիստների վրա, Համբարձումյանը օգտվեց այդ ազատությունից, խաղում Նոան կարելի է այդպես էլ ասել, Համբարձումյան, փոխանցում, անդրադարձ էլ եղավ Հարոյանը օթային պայքարում, բնականը հիմա արդեն անուշադրության չեն մատնի Համբարձումյանին, ինչպես եղավ նախորդ դրվագում, Գուդմունդուր, Թորարիսոն, փոխանցում եւ 2-0 Ստանդարտների արքան Նոան խփում է երկրորդ գոլը, այս անգամ էլ գոլի հեղինակը պաշտպանն է Ներմին Զոլոտիչ 2-0 Փյունիկը ձախողվում է այս անգամ անկյունայինից հետո նորից ստանդարտը վաստակել էր Հելդերը իր ակտիվության շնորհիվ նորից փոխանցեց Թորարիսոնը սցենարը կրկնվում է պարզապես այս անգամ գոլի հեղինակը ոչ թե Համբարձումյանն էլ Զոլոտիչը, որը ձմռանը միացավ Նոային եւ եւս մեկ քայլ է կատարում թիմը դեպի անհրաժեշտ արդյունք Զոլոտիչն ուներ հսկողություն, բայց դա միևնույն է չխանգարեց նրան հարված կատարելիս այնտեղ էր Դավիդյանը, այնտեղ էր Կովալենկոն, Ուդոն վերջում մոտեցավ եւս մեկ անգամ տեսնենք դրվագը եւ հարվածը Բուչնևը որևէ հնարավորություն չուներ Թորարիսոնը կատարում է իր երկրորդ գոլային փոխանցումը եւ Նոայի մարզիչները նույնիսկ արդեն պարում են 23-րդ րոպեի դրությամբ Գործոնն է, որ Փյունիկին չի ուղեկցել մի քանի տարի շարունակ Փյունիկն ինքն է դժվար իրավիճակներից հաճախ դուրս եկել Եվ այսպես Փյունիկի ստանդարտին հետևենք Դանիլ Կուլիկովը իրացնում է փոխանցում եւ Պլոշավդին դուրս գալով հեռացնում է գնդակը Սպառնալից իրավիճակության շրջանակում իր վերջին 6 խաղում միայն 1 գոլ է խփել Օտուբանջո մոտակա անկյունն է եւ Փյունիկը կարող է այս ամենից օգտվել Ալեմաո մտավ Տուգանային հրապարակ Ալեմաո բայց պեն է Նոա Փյունիկ 2-0 խաղարկում են Տուգանայինը հիմա էլ անկյունային Կանյանը Դավիդյան, միգուցե հարվածի Դավիդյանը Սոլոմոն Ուդոն է նրա դիմաց Համբարձումյան Փոխանցում դեպի Հելդերը Հելդեր հարված եւ մի փոքր շեղ է ընթանում գնդակը կար խաղից դուրս վիճակ Խուդավերդյան փայլուն գործեց Խուդավերդյանը օգտվում է իրեն ընձեռված շանսից Պինսոն Այդ փոխանցում Իմրան Ուլադոմար անդրադարձ եւ գնդակը Համբարձումյան Հելդեր
Կրկին աչ եզրով կազմակերպված գրոհ, լարված պայքարը շարունակում է, Ոսկանյանը հեռացրեց Հելդեր։ Այստեղ էլ ճանապարհը փակ է, Գոնսալո Սիլվա, Փյունիկը այնպես որ Ուլադոմարը կարող է հարվածել այս դիրքից։ Այո, այս նա է հարվածում Ուլադոմար, դարպասած զողը փրկում է Փյունիկին, եւս մեկ հարված չի ստացվում։ Օգնության հասավ իր պաշտպաններին։ Ինչպես անհրաժեշտ էր Դավիդյան, հետ փոխանցում Կուլիկով, 2-1։ Որքան արագ է ամեն ինչ փոխվում այսօրվա խաղում։ Քիչ առաջ Նոան կարող էր ըստ էության ապահովել իր հաղթանակը կամ դրան շատ մոտենալ, հաշիվը դարձնելով 3-0։ Դա չարեց, եւ Փյունիկը վերականգնում է այս հանդիպան ինտրիգը 2-1։ Դանիլ Կուլիկովն է հասնում հաջողության։ Շատ լավ հարված էր առաջին գոլը Փյունիկի կազու Fastex Premier League-ում, նրան չկարողացան փակել, գոլային փոխանցումը կատարում է Դավիթ Դավիդյանը, աչ եզրում նա 2 մրցակիցների դեմ էր պայքարում, բայց միևնույն է փոխանցեց, իսկ Խուդավերդյանը չկարողացավ վնասազերծել Կուլիկովին, հա տեսեք, մեկ հպումով ուժեղ հարված եւ գնդակը Նոայի դարպասում է։ Մեզ կապահովի շատ դիտարժան երկրորդ խաղակես Խուդավերդյան, Նոան եւս մեկ գրոհ է կազմակերպում, Համբարձումյան մտավ Տուգանային հրապարակ, Պիսոն Սոլոմոն Ուդո համար 25 Դանիլ Կուլիկով եւ հարձակման տրիոն Զախից համար Վագներ թողնում է գնդակը Դանիլ Կուլիկովին ցածրից հարված էր, այլ վատ սցենար չէր Փյունիկի համար Սանի Բուհարի Վագներ եւ Հելդեր Ֆերեյրա Գրենիկ Պետրոսյան եւ Արազդա Թարոյան, ով կհաղթի այս պայքարում։ Գրենիկ Պետրոսյան մնում է գնդակով հետ փոխանցում եւ այդ հատվածում չէր Պիսոնը։ Երկրորդ կեսում Հելդերը ճիշտ է նրան անընդհատ օգնում է։ Ալեմո ուղղայած փոխանցում Վագներին, Թորարիսոնը նրան պահել էր ուշադրության կենտրոնում Սանգարե։ Հակագրվում է Նոա Սանգարե, Ռալդո Չինարի եւ գնդակը։ Հնալուց հետո Սիլվա փոխանցում դեպի Հելդերը, սա առաջին տեղի համար էին պայքարում, ապա հիմա Փյունիկը այլ խնդիրներ է լուծում։ Ուդո փոխանցումը աչ միացավ Դավիդյանը, Դավիդյան, Ռվիզ դա պետք է անի, փոխանցում է կատարում Բոպեսուն Օտուբանջո։ Եթե հարված էր, ապա շատ թույլ, եթե փոխանցում էր, ապա շատ շեղ։ Հելդեր Նոան հակագրոհում է Ռալդո Չինարին ընդդեմ Պոպեսուի առաջիկայում, իսկ հիմնական ժամանակի ավարտին 10 րոպե մնաց Թորարիսոն, Ալմեյդա փոխանցում, լավ փոխանցում էր եւ Սանի Բուհարի ամեն ինչ անում է ինքնուրույն Բուհարին, Սանի Բուհարի Պլոշադնի Բուհարի ոչ Սերգեյ Մուրադյանն այստեղ էլ կառավարում է դրությունը Պետրոսյան Չինարի ներում է Չինարին Նոան հակագրոհում է Գրենիկ Պետրոսյան Չինարին եւ Ալմեյդան բացում են փոխանցում Ալմեյդա Բուշնևը դուրս եկել իր տեղից, բայց Ալմեյդան հիմա խելացի վարվեց գնաց դրոշակի մոտ ականությամբ կհաղթի թեև հետևենք նաև վերջին գրոհին այստեղ վրիպում է Ոսկանյան Ալմեյդա եւ այսպես վերջին գրոհը Չինարիս եւ այստեղ Ստանիսլավ Բուչնև այստեղ էլ չկարողացավ Չինարին հաջողության հասնել, բայց հաջողության հասնում է Նոանի եւ ձևակերպում իր չեմպիոնությունը ֆուտբոլիստները եւ ամբողջ անձնակազմը ցնցում է երկրպագուների հետ մեկտեղ։ Եվ այսպես Նոայի ֆուտբոլիստները տոնում են Նոան Հայաստանի չեմպիոնն է, ժամանակից շուտ նվաճում է այս կոչումը եւ արժևում ունի Գավաթի եզրափակիչ Արարատ Արմենիայի դեմ